Ողջույն բարեկամներ, շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր աջակցում են ալիքին, ովքեր նվիրատվություններ են կատարում, բոլոր հնարավոր տարբերակները փոխանցելու համար, փոխանցումների համար կա վիդեոյի ներքևում, այնպես որ կրկին եւ կրկին շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր աջակցում են մեր ալիքի անխափան աշխատանքներին։ Այսօրվա հաղորդումը ուզում եմ սկսեմ Գարեգին Նժդեհի անջատել խոսքերով, որն ասում է չի կարելի մարել այն, որ նստեյությամբ անմարելի է, հայկական ոգին։ Գարեգին Նժդեհ։ Այո։ Ուղղակի ես մի բան կավելացնեի, որ չի կարելի նաև մարել այն, ինչ գոյություն չունի։ Որովհետև երբ նայում ենք շուրջներս ինչ է կատարվում, հայկական ազգանուններով ոմանք ինչպես են իրենց դրսևորում կամ ինքնադրսևորվում, հասկանում ես, որ այդտեղ ոգի գոյություն չուներել։ Իսկ ըստիս նաև դա չի էլ կարող մարել։ Եթե մարելա դա հայկական ոգին չի։ Դա ինչ-որ ուրիշ բան է։ Հայկական ոգին այո չի մարվում։ Թերևս ինչով ակտուալ ընդհանրապես այս բանաձևը այսօր, որովհետև սա միակ բանն է, միակ զենքն է, որ մեզ կարող է փրկի։ Ինչ եմ ասում կարող է, որովհետև ես չեմ համարում, որ հայկական էջը փակված է։ Չնայած այդպես են համարում Հայաստանի վերնախավում, Թուրքիայում, Ադրբեջանում, Մոսկվայում, Վաշինգտոնում նաև բաց խոսում են այդ մասին, որ Հայաստանն է մնացել, ասես մի փոքրիկ Հայաստանը, որ դեռ մասը չի թուրքական աշխարհի։ Հա, դրա համար է Էրդողանը շատ հանգիստ խոսում, որ եկեղեցին է մնացել, փոքրիկ են օջախը, որ հավատյալ անկախության բանա զգացում է տալի հայ ժողովրդին։ Դե Էրդողանը իհարկե չի լսել կամ չի ուզում լսի կամ մոռացության է տալի ինչ է նշանակում հայկական ոգին, մենք իրեն կհիշացնենք։ Դա մի բան է, որ չի մեռնում։ Ու թուրքերը պետքա որ դրա մասին շատ լավ հիշեն, որովհետև չնայած նրան, որ կոտորեցին 1,5 միլիոն հայ, արմատախիլ արեցին ամբողջ Հայաստանը, Արևմտյան Հայաստանից, բայց հայկական ոգին չմեռավ եւ իր մասին հիշեցրեց տարբեր օպերացիաների ձեռքով։ Իհարկե հասկացաք ինչի մասին է խոսքը։ Այնպես որ մեր հիմա ամենակարևոր խնդիրը ես այստեղ եմ տեսնում պարզվել թե որքան հայ է մնացել, որ հայկական ոգու կրողն է։ Իրոք, հայկական ոգու կրողն է, հա։ Եթե չէ, եթե կրողները շատ չեն, ինչպես ասեց Արծրուն Պեպանյանը իմ վերջի հաղորդման ժամանակ, որտեղ հյուրեր ասեց, մեր գործը պետք է լինի գոնե այդ հայերին փրկելը։ Այդ հայերին փրկելը ոչ թե Հայաստանը։ Հա, որովհետև այն կորիզն է, որից էլի ծիրեր են տալու։ Եթե մենք չկարողանանք փրկենք պետությունը, ապա պետք է ամեն գնով փրկել այդ հայերին, որ հետո նորից նրանք ծիրեր տան։ Ես չեմ կարող ասել որքան է ողբերգական իրավիճակը այս առումով, որովհետև իմ թվերը մի բան են ցույց տալի, ինձ գրողները այլ բան են ասում, որ Հայաստանում անտարբերություն, ինչ հայի ոգի, ինչ բան փոխտուր, ինչ ուզում ես արա։ Ես ամեն ինչ ընդունում եմ, որ կարող է լինի, ոչինչ չեմ բացառում։ Ես մի բան եմ տեսնում, բայց երբ որ հանգարց պարզվի այլ բան, ես պետք է ընդունեմ այդ իրողությունը։ Եվ անկախ ամեն ինչից, մենք պետք է հասկանանք մի բան։ Չի մեռնում հայ ոգին։ Չի մեռնում։ Եթե մենք դրա կրողն ենք, ուրեմն ամեն ինչ կորած չի։ Ես այս տեսանյութն եմ ուզում ձեզ ցույց տամ, որ հասկանաք մենք ինչ վիճակի մեջ ենք եւ հրաստեր նայեք, սա մի ամբողջ պատմություն է։ Եթիմը այս տեսանյութի անունը կարելի է դնել եթիմը, հա, որն ուզում է այդ կռուգի անդամ դառնա եւ ամեն ինչ անում է դրա համար, բայց մեկը եթիմը մնում է եթիմ, ոչինչ չի կարող փրկել նրան, ու այս ոչնչությունը Հայաստանից դուրս հենց գալիս մտնում Հայաստան, մեկ էլ հիշում է, որ ինքն համ հարկայինի պետն է, համ կաթողիկոսն է, համ դատավորն է, համ սահմանադրություն գրողն է, ցար եւ Աստված միաժամանակ, ամեն ինչ, բայց հենց Հայաստանից դուրս է գալի, հայտնվում է մի վիճակում, որտեղ ինքը հասկանում է, որ ինքը եթիմ է։ Ամենացավոտ բանը սա է, տրանզիշնը, փոխակերպումը եւ
Այնտեղից նենգացած, նվաստացած գալիս է մտում է Հայաստան եւ փորձում է իր ամբողջ չկայացվածությունը, իր ամբողջ նվաստացված այս հոգեվիճակը դատարկել եւ վերալիցքավորել իր ունեցած լծակներով եւ իրեն փողի դիմաց վերջի հարճի նման ծառայող տականկակազմով, հա, գործողություններ անել, որ ապացուցի, որ ինքը ինչու մի բան արժի։ Ես պես կա Նիկոլ Փաշինյանի մի բան ասեմ։ Չի փրկելու քեզ։ Չի փրկելու քեզ աշխարհի փողերը, չի փրկելու քեզ աշխարհի իշխանությունը, չի փրկելու քեզ։ Չկա այտենց մի բան, որ դա վերականգնի, որը կոչվում է ընդամենը արժանապատվության եւ արժեքի բացակայություն։ Եվ 10 միլիոն փող ուզելուց հետո Եվրոպայում գալի հայտարարում է Պուտինի մոտ, որ Հայաստանը պատրաստ է ԵԱՏՄ շրջանակներում փոխադարձ համագործակցության ի նպաստ կայուն զարգացման։ Ձեռը սխմած, գրկած, բայց գնացե փող ուզում, որ սրանցից պաշտպանվի։ Ես չեմ պատկերացնում ուղղակի այս տատքի հարաբերությունները, վարքագիծը, նորմալ հարմարողներին ինչ կարելի է համարել ֆորմալ լեքսիկոնի շրջանակ դնում։ Ես անընդհատ փորձում եմ պահել ֆորմատը, բայց վախենում եմ հանկարծ դուրս գա։ Դուք ասեք, ոնց կարելի է սան։ Ուղղակի սան վերաբերվել, ուղղակի այս տեսանյութը պետքա սենց թարգմանած դնել այդ կալասի սենց ճակատին, ասել դա չէ, ասել քո փողով այս 10 միլիոնով գնաց Պուտինից պաշտպանվելու։ Նայ դες ոնց է պաշտպանվում Պուտինից։ Տես ինչ հայտարարություններ անում, տես ոնց է պաշտպանվում ինքը Պուտինից։ Տես ստեղ իրան ոնց են դիմավորում։ Հա, նայ։ Ու այս տեսանյութը։ Տես ոնց է պաշտպանվում։ Ուզում անպայման գլուխը մցրած լինի այդ պաշտպանվողը, ուզում է ամեն կերպ գլուխը մցրած լինի այդտեղ, բայց չեն թողում, բայց ինքը ասում է փող տվեք, որ սրանցից պաշտպանվեմ մեկից, ումից, ում մասն եմ երազում դառնալ, ում միջավայրի մի մասնիկն եմ ուզում լինել, ու եվրոպացիները իրենց դամբոլ հայացքով նայում ու փող են տալիս սրա։ Լսենք տեսանյութը։ Թեհրանում անսպասելի բացասական գնահատականներ են ուղի նախագծի վերաբերյալ։ Իրանի Թեհրանում բացասական գնահատականներ սկսել են չէ։ Միջևը լուր է։ Որ առաջնորդի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Ալի Ակբար Վիլայաթին ասել է, որ Թեհրանը կտրականապես դեմ է TRIP նախագծի իրականացմանը։ Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը, Արտյոմ ինչով է բացատրել այն։ Վիլայաթին այս իսկապես անսպասելի հայտարարությամբ հանդես է եկել Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Հակոբյանի հետ հանդիպման ժամանակ։ Վիլայաթին հիշեցրել է, որ Թեհրանը ի սկզբանե կոշտ դիրքորոշում է ունեցել Զանգեզուրի միջանցքի նկատմամբ, քանի որ այն հնարավորություն էր ստեղծում ամերիկացիներին սեփական ներկայությունը ապահովելու Իրանի հյուսիսային սահմանների մոտ։ Եվ այժմ Վիլայաթին պնդում է, որ այս նոր TRIP նախագիծը նույն այդ Զանգեզուրի միջանցքն է, միայն անունն է փոխել, քանի որ նպատակը ըստ իրեն նույնն է ամերիկացիների ներկայությունը ապահովել տարածաշրջանում։ Մեջբերեմ նրա խոսքերը։ Փորձը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ն սկզբում թվացյալ տնտեսական նախագծերով թափանցում է զգայուն տարածաշրջաններ, աստիճանաբար այդ ներկայությունը ընդլայնվում է, ներառելով ռազմական ու անվտանգային բաղադրիչներ։ Ուստի Թեհրանը, ինչպես հավաստիացնում է Վիլայաթին, շարունակելու է դեմ հանդես գալ այս նախագծի իրականացմանը։ Իհարկե Հայաստանի դեսպանը հավաստիացրել է, որ Հայաստանը ոչ մի դեպքում իրեն թույլ չի տա ոչ մի քայլ, որը կարող է սպառնալ Իրանի ազգային անվտանգությանը։ Հասկանում եք, չէ՞ որ ստում են։ Ադրբեջանը հայտարարում է, որ այդ ճանապարհը Ադրբեջանի սեփականությունն է։ Հայաստանը այնտեղ ոչ մի իրավունքներ չունի։ Ադրբեջանը հայտարարում, Ադրբեջանի ոչ մեկ չի գալիս հակառակ հայտարարությամբ չի, ոչ մեկ Բերլին չի գալի կոպիտ ասած, ոչ մեկ չի հերքում։ Ադրբեջանը ասում է ինտենսիվ շարունակում եմ շինարարությունս ու դա իմ ճանապարհն է լինելու։ Հայաստանում խափում է։ Իրանը կրկին գալիս է Հայաստանը փրկելու։ Որովհետև վերջի 2-3 ամսին, եթե նկատել եք, շատ զուստ, շատ հանգիստ էր։ Ոչ մի հայտարարություն չկար։ Երևի շատ ասեցի 2-3 ամսին, բայց ահագին ժամանակ էր։ Ես մտածում էի ինչ որ մի ձև խափել են եւ հույս են տվել,
որ չի լինելու այն ինչ որ իրանք պլանավորել են, խաբել են, էլի։ Բայց Իրանում ոնց որ թե չեն մոռացել իրական Փաշինյանի մասին, այսինքն ով է իրականում Փաշինյան Նիկոլը։ Այսպիսի մի բան, ստեղծել է եւ ասում են դու պրոբլեմ չունես իրան։ Այ տեսնում եք, Իրանը ստեղ պրոբլեմ չունի։ Տեսնում եք։ Ու ասենց ուզում է համոզի դուք ոգես մեկ-մեկ ապշում եմ գիտեք ինչի վրա, այդ ցինիկության վրա, որ նույն այս գեղացու շուստրությամբ կեղտոտ այդ շուստություն չէ, էլ այդ էժան ստախոսությամբ Իրանի նման երկրին ուզում է խաբի։ Եվ փառք Աստծո ազգական գերավիճակը շարունակենք լուծել։ Ամեն դեպքում նշեմ, որ թեև այս պնդումը վիլայեթի հայտարարությունը իսկապես կոշտ է, այն առաջի անգամ չի հնչում իր շուրթերից։ Նրա խոսքերը մինչ այդ էլ այս թեմայի վերաբերյալ մեզ համար այսպես զգայուն են եղել եւ անսպասելի կոշտ։ Օգոստոսին նա հայտարարել էր, որ Թեհրանը ոչ մի դեպքում թույլ չի տա ամերիկյան միջանցքի կայացմանը, այդպես էր ձևակերպել, եւ հայտարարել, որ եթե կողմերը հետեւողականություն ցուցաբերեն այս հարցում, մեջբերեմ նրա խոսքերը, Կովկասը կդառնա Թրամփի վարձկանների գերեզմանատուն։ Վերջ, ու ես հավատում եմ, որ կդառնա, որովհետեւ այն ինչ հիմա ես պատրաստում եմ խոսել, ամենավերջում, այն ինչ որ կատարվում է աշխարհում, որի համար Թրամփը 30 դեսպան աշխարհից հետա կանչել է։ 30 դեսպան աշխարհից հետա կանչել։ Աշխարհը մտնում է պատերազմի փուլ։ Ուկրաինական պատերազմը ուղղակի բան է թվալու սրա դիմաց։ Բան, խաղալիք, ժամանց։ Աշխարհը մտնում է պատերազմի փուլ։ Ու Թեհրանը հիմա առավել եւս չի թողելու, չի հանդուրժելու, հանկարծ մի հատ զինվոր կամ մի հատ մեքենա մտնի այդ տարածք։ Փաշինյան Նիկոլը սա մասին պատի լավ իմանալ։ Պիտի sense ակաժներին օղանի։ Ինքն էլ, Էրդողանն էլ, Ալիևն էլ, Պուտինն էլ, որտեղ բոլորը իրար չեն կարող հակազդել Իրանին։ Իրոք չեն կարող։ Եվ կարծես թե էլի մեզ գալու է փրկի այս պարագայում Իրան։ Ես շատ չեմ ուզում առաջ ընկնեմ, կապենք կտեսնենք, բայց ներքին ձայնս դա է։ Այսօր այս տեսանյութը աշկիս ընկավ, ուզում եմ այդ լսենք էլի։ Որտեվ Կարեն Կարապետյանի հետ հանդիպում չի եղել, որ Կարեն Կարապետյանի հետ հանդիպում լիներ, կլիներ ուղիղ եթերում։ Հա, Կարեն Կարապետյանի հետ մեկուսարանում եղել է հանդիպում, ճիշտ է, ուղիղ չի եղել խոսակցությունը եղել է ենթատեքստերով, որ իրանք մեզ ինձ ազատեն։ Չի եղել։ Հա, վայ հետո եղել է, հա, բայց ուղիղ չի եղել հանդիպումը։ Ենթատեքստերով է եղել ուրիշ հանդիպում, ու սկսած գնաց միմիկայի խաղատա եթիմ, այ կալանավոր, այ բոմժ, դու ներով էիր, որ քո ենթատեքստերով խոսալ Կարեն Կարապետյանը։ Ով Բայց լսեք, մեզ ազատեն եւ հեղափոխությունը, այսպես ասած, հեղափոխությունը դուրս գա օրակարգից, Պետյանը պատրաստակամություն է հայտնել, որ ինքը որպես բոլորի կողմից լավ մի ծավացրվե կալաում։ Եթիմ ասա դերաստած։ Ես հիմա Սամվել եւ Կարեն Կարապետյաններին եմ ուզում հարց տամ եւ իրենց շատ մոտ կանգնացնեին։ Ես սրա սուտ ստախոս լինելը չի որ ես հիմա ձեզ ցույց եմ տալի։ Ես ընդհանրապես հիշեցի ես հանգամանքը ու մտածում եմ։ Ժամանակը չի Կարեն Կարապետյան։ Որ ասեք եւ վերջո չեք խոսացել այդտեղ։ Ինչի շուրջ եք պայմանավորվել, որ ասենց խուջիկ լամիշա լինում այս եթիմը։ Ինչ եք խոսացել։ Ոնց հիշելով սկսեն են բուլավաների նման ցած գնալ։ Ինչքան միմիկա կան, վրան խառնվեց։ Որտեղ պետք է մի բան հորինել, դա բնական է։ Օրա գալի է իմանանք։ Սանից լավ ժամանակ կա, որ իմանանք։ Կարեն Կարապետյան, ախմեդ քանի ամիս արդեն նստած է բանտում։ Հեսա նոր տարին անդեր անցկացնելու։ Չպիտի իմանանք ինչ եք խոսացել։ Շատ կօգնի, որ եղբայրը շուտ հայտնվի դրսում։ Եթե իհարկե այդ ցանկությունը դուք ունեք, որ սա տապալվի, ձեր եղբայրներ հայտնվի դրսում։ Այ եթե մենք իմանայինք ինչ եք խոսացել,
շատ կօգներ մեզ։ Մենակ այն հանգամանքը, որ դուք չեք հրապարակում, ես ենթադրում եմ, որ ամեն ինչ գնում է իր գծած պլանով։ Ուրիշ բան չեմ կարող ենթադրել։ Բացարձակապես։ Մարդ ունենա այտենց փաստ, այտենց իրանց լեզվով եմ ասում, արժեքավոր կամպրամատ վրեկները ու չօգտագործի, շատ հետաքրքիր է։ Գնանք առաջ։ Ասում են, ադրբեջանական պրեմիում բենզինը վաճառելու են 440 դրամով, կուտ են տալիս։ Ադրբեջանական թույն են բերել, արա ձրի էլ կտար Ադրբեջանը, ձրի, որ բոմժերի մի հոտ, այսենց, անիքնասեր, անհայրենիք, կեղտոտ մարդ էլ է բուսն։ Ամեն ինչի ունակ, ամեն ինչի ընդունակ, որ գալ այդ բենզինը գներ։ Ձրել կտար Ադրբեջանը, հետո կսարկեր 10 դրամ, հետո քիչ-քիչ ռուսական բենզինը կպակասեր, հետո կսարկեր 600 դրամ, ու այդ ընթացքում կզիններ իր բանակը, հետո դու էլ չեր գներ բենզինը, որովհետև դու էլ չեր լիներ, պետությունը կլիներ արդեն իրան։ Բայց հիմա, քանի որ երևի հասկացան է, որ Հայաստանում ստված զանգված կա, եթե 20 դրամ էժան մի բան առաջարկես, բայց ասես, նայ հա, ուտելու ես ու մեռնես, բայց 20 դրամ էժանը, կտա ու կառնի։ Կամ դու ուտելու ես ու լավ հետևանքներ չի լինելու, կտա ու կառնի, 20 դրամ էժանը։ Էլ չեմ ասում հանգարց 100 դրամ լինի տարբերությունը։ Ես դա գիտեք երբ եմ հասկացել։ Երբ ծածկած շուկայի համար կռիվ էինք տալի, որ փրկեինք այդ շենքը, եւ մարդկանց հետ խոսալուց ասում ենք սիկինս մի օգտվեք։ Ահա ձեր Բաքում խանութ կա, ձեր հարևանն արև դուրանը, մոքրեք իրան թող, ինքը փող աշխատի, եք տանում տալիս լֆիկի։ Ասում են դա բաներ կա էժանա, բաներ կա էժան։ Աբա ասում եմ այդ փողերով քո երկինն է քանդում։ Դες գիտեմ այդ շերտը որ կա։ Բայց դրա ման էլ ասում, մեր հիմա ամենակարևոր բանը այստեղ խնդիրը, պարզել հայի ոգին, ինչքան մարդու մեջ գոյություն ունի, քանի հոգի ենք այդ կրողներով, որ մեզ պետք չի գնել, մեզ հնարավոր չի գնել։ Այդ 440 դրամ լիտրի դիմաց գնելու է շատ մարդկանց։ Իմիջիալոց 440 դրամ լիտրի համար բավականին թանկ գին է։ Շատ թանկ գին է։ Այն էլ ադրբեջանական բենզինի համար։ Շատ։ Նույնիսկ 440, բայց ես չեմ կասկածում։ Որ մենք բոլորս ապրում ենք սոցիալական միջավայրում, մենք ունենք ընկերներ, գոլեգաներ, ընտանիքի անդամներ, հարևաններ, բարեկամներ։ Հասկանում եք, մենք այս ամեն ինչին նայելով կարող ենք շատ բաներից մեզ ապահովագրել։ Եթե դուք տեսնում եք այս վերաբերմունքը, որ մարդը ուրախ է, որ 440 դրամով բենզին պիտի լցնի, ուրեմն դուք ձեր իսկ ապահովության համար եմ ասում։ Հեռու մնաք այդ մարդուց։ Ձեր ապահովության համար եմ ասում, որտեղ այդ էժան ինչ-որ մի բանի դիմաց ինքը ձեզ էլ է ուրանալու։ Եթե կարող է ինչ-որ մեկի կորցրած զավակին, ինչ-որ մեկի ապրումները, կորցրած հայրենիքը ուրանա մի քանի դրամի դիմաց, հավատացեք, դուք իր համար ոչ մի արժեք չեք ներկայացնում։ Հասկանում եք, սա շատ ծանր, բայց շատ օգտակար շրջան է բոլորիս համար։ Ես վաղուց դռներ եմ փակել մարդկանց վրա, որ ինձ ոչ մի բան չեն արել, բայց ես տեսնում եմ իրանք ոնց են վերաբերվում այս ամեն ինչին։ Սենց դռները շխկացած է, իրանք էլ չգիտեն։ Բայց իմ համար կարևոր է, որովհետև պարտադիր չի գա հերթը հասնի ինձ, որ ես ասեմ, վայ, ուրեմն դու ես մարդներ, այո, ինքը այդ մարդն ու պարտադիր չի լինի դա ձեր նկատմամբ։ Եթե դուք տեսնում եք այս հանգամանքների նկատմամբ, ինքը լոյալ է, հանդուրժողայևը, արա դուրը շրկսեք, մոռացեք։ Մի թողեք, որ դանակը հասնի ոսկորը, մենք սիրում ենք, չի այերով այդպես բաներ անել։ Սա շատ դաժան շրջան է բոլորիս համար, կորուստներով, ցավով, ինչ ասեմ, ընտանիքներ են բաժանվել, ես դա գիտեմ, բայց սա է։ Մարդիկ ոչ թե փոխվել են, որ դուք այդ մարդկանց չեք ճանաչում։ Որովհետև եթե հայի ոգին կա, դա չի մեռնում, եթե մեռել է, դա հայի ոգին չի։ Ի սկզբանե ասեցի։ Այնպես որ նայեք, տեսեք ովքեր են այս բենզինից օգտվում,
ովքեր են ուրախանում այս հանգամանքի վրա եւ ձեր եզրակացությունն արեք։ Ճիշտ ժամանակն է իմը։ Հիշում եք մի քանի օր առաջ Բուլղարիայի իբր հայոց թեմը բաներ հայտարարություններ տարածել եւ ես ասեցի բացառվում է sense բան լինի։ Անդեկա մի հոգի Վառնայով սեփական եկեղեցում ունի։ Մի հատ Փիլոնազուրկ կարգալույց Արմեն անունով բիզնեսմեն սեփական եկեղեցի ունի։ Մտելա Վառնայի եկեղեցին դուրս չի գալիս։ Մի խոսքով։ Ասի ներքին ձայնս ասում է, որ դրա հայտարարությունը, դրա ցած ուռճացած, էնել եթե հայկական ժամանակն է տալիս այդ ինֆորմացիան, ուրեմն հաստատ դա է։ Եվ փաստորեն ճիշտ է։ Բուլղարիայի հայոց թեմի անդամներն իրենց աջակցությունն են հայտնել Մայրաթորին եւ պարզաբանել, որ իրենք կապ չունեն Նիկոլ Փաշինյանի հայկական ժամանակում հրապարակած հոդվածի հետ, որտեղ ասվում է, թե իբր Բուլղարիայի հայոց թեմը աջակցություն է հայտնել 10 եպիսկոպոսներին։ Հոգեվորականները հաստատել են իրենց հավատարմությունը հայ առաքելական Սուրբ եկեղեցուն եւ ամենայն հայոց կաթողիկոսին, դատապարտել կեղծ լուրերի տարածումը։ Սա այն է ինչ որ պետք է ակնկալել։ Մենք արդեն դարել ենք տողերի ավանքը կարդացող տեսակ։ Սա իմ մասնագիտությունը չի, ժողովուրդ ջան, ես անով երբեք չեմ փայլել։ Ուղղակի կյանքը մեզ ստիպում է մեր ապահովության համար, մեր առողջության համար նաև, որովհետև այս կարգի լուրեր կարդալը շատերի համար ծանր է։ Բայց երբ որ լուրերը կարդում ես, նայում ես ով է գրել եւ արդեն նախապատմությունը գիտես, թույլ է տալի քեզ ենթադրել, որ սա ճշմարտությունը չի։ Այն ինչը որ հիմա պարզվեց։ Ինչեր է սա կարևոր, այս ապտակը, հա? Էրդողանին։ Նիկոլ ինչ է։ Էրդողանին։ Սա կարևոր է, որովհետև ըստ տարածվող լուրերի, ները ամսի 28-ին նորից ուզում է հարձակվի անձամբ արդեն եկեղեցու վրա, Մայրաթորի վրա։ Իսկ մինչ այդ ես սա եմ ուզում դիտենք միասին։ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի փոխտնօրեն Վրեժ Դուրգարյանն ամենայն հայոց կաթողիկոսի դեմ պայքարի առաջամարտիկներից է։ Անցած շաբաթ մշակութային հաստատության ղեկավար կազմի ներկայացուցչին Մայր տաճարի մուտքի մոտ փորձում էր հանդարտեցնել Տեր Վրդանեսը։ Հարբած տես բորբոքված տես մեկը բարձացել է վեհապարի շիրմին, ձեռքով էլ այդ խմբին ասում հրեք դուռը բտեք դերսվանս այս ձեռքի շարժումով ու սենց քաղաքավորի ասի հարգելիսի չեք, հետո զգացի չի լսում, հետո ստիպված Այս նկարը բան է, դիմացից էլ կա, շատ հետաքրքիր նկար է։ Ստասա, վարձացա վերև ուղակի տենց ուսի մասի չորից քաշելով իրան տեղից իջեցրի ցած, որտեղ բարձացել էր այդ շիրմի վրա։ Բյուրականի Սուրբ Հովանես Ես մեկ հայ մարդ բարձրացել է շիրիմի վրա։ Ասենք Նիկոլի խաթը սա գերեզմաների վրայով են քայլում։ Ժողովուրդ, ես շատ բան չեմ ասում, իմ ամեն մեկ է ինքը ով է ում է պաշտպանում։ Մարդ, որ գերեզմաների վրայով է քայլում։ Գերեզմաների վրա։ Ում կողմից է, ում դեմ է բողոքում։ Հələ դա մի կողմ։ Մարդը կանել է գերեզմանի վրա։ Եկեղեցու հոգևոր հովիվն ասում է, ինֆարկտ ստանալուց առաջ հենց այս հատվածում է ականատես եղել, թե ինչպես էին մի խումբ մարդիկ, այդ թվում Վրեժ Դուրգարյանի հորդորով փորձում ներխուժել Մայր տաճար, հարվածելով դռներին, գոռգոռալով, վիրավորանքներ հնչեցնելով վեհափառի հասցեին։ Հրահարում էր դեպի ներս մտնել հայոյալից վանկարկումներով, սենց քացով, բոքսով խփում էին Մայր տաճարի դռանը։ Չեմ կարծում այդ ձևի անձնավորությունը օպերայի, բալետի, թատրոնի փոխտնօրեն լինի էլի։ Օպերային Ասում փոխտնօրենն է, որտեղ մի կերպ ես միտեղ կարծացել այդ տնօրենը, ես չգիտեմ ով է տնօրենը։ Ես գիտեմ այդտեղ գլխավոր դիրիժորով է, կամ գեղարվեստական ղեկավարն է, բայց տնօրեն, փաստորեն Հակին բան փոխվել է այստեղ էլ չեմ լսել։ Թատրոնի փոխտնօրեն Վրեժ Դուրգարյանն այսօր ողջ օրը մեր զանգերին չպատասխանեց, չկարողացանք նրանից պարզել, ինչու է միացել կաթողիկոսին հեռացնելու վարչապետի օրակարգին եւ ինչ էր հրահանգում տաճարի դռան մոտ հավաքված ակտիվիստներին։ Նրա վարքագծի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ չհաջողվեց նաեւ թատրոնի տնօրեն դիրիժոր Կարեն Դուրգարյանից։ Այս այլ որ ես չգիտեի։
Ես չգիտեմ, որ դիրիժոր կա Դուրգարյանը, որ ես անձամբ ճանաչում եմ, թատրոնի տնօրենն է։ Պետք է չգիտեմ, լսեմ ինչ է։ Որը նաև Վրեժ Դուրգարյանի ազգականն է։ Դուրգարյան ընտանիքի մեկ այլ անդամ Հայկ Դուրգարյանն էլ ամիսներ առաջ էր պատմության մեջ հայտնվել։ Նրա մեքենայից կրիստալ տեսակի թմրամիջոց էին հայտնաբերել։ Հարուցվել էր քրեական գործ թմրանյութ իրացնելու հոդվածով։ Օպերային թատրոնում ինչ գործառույթներ են վերապահված վարչապետի համակիր Վրեժ Դուրգարյանին։ Կադրերի բաժնից առաջարկեցին գրավոր հարցում ուղարկել։ Գրավոր հարցում ուղարկեք կպատասխանենք։ Օպերային թատրոնի փոխտնօրենի ֆեյսբուքյան էջից եւս հնարավոր չէ մշակութային օջախում նրա գործունեության եւ գործառույթների վերաբերյալ հստակ պատկերացում կազմել։ Փոխարենը շատ հստակ երևում է, որ Վրեժ Դուրգարյանը վարչապետի գաղափարական հետևորդն է։ Կիսվել է Նիկոլ Փաշինյանին, նրա թիմի ու ընտանիքի տասնյակ հրապարակումներով, չմոռանալով անգամ նախընտրական պաստառներն ու բուկլետները։ Եթե սովորական քաղաքացին Էջմիածնի տաճարի վրա գրոհի պահին է իմանում, որ ինքը ունի օպերային թատրոնի փոխտնօրեն, այսինչ անուն ազգանունով, նույնիսկ մարդիկ, որոնք մշակույթի մեծ երկրպագուներ են, օպերայի մեծ երկրպագուներ են եւ այդ անուն ազգանունով մարդուն չեն ճանաչում որպես այդ ոլորտի ներկայացուցիչ, այլ ճանաչում են որպես այսինչ քաղաքական համակրանքները կրող եւ այդ քաղաքական ուժի հրահանգները կատարող անձնավորություն, այդ արդեն նշանակում է, որ այս առողջ չի են ինչ որ կատարվում է։ Երգահան Լիլիթ Բլեյանը դժվարանում է հավատալ, որ օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի փոխտնօրենն էր Մայր տաճարի մուտքի մոտ գորգորում ու մարդկանց առաջ շարժվելու հրահանգներ տալիս։ Վիրավորական է դիտակցել, որ մի տաճարի, օպերային տաճարի մշակութային երաժշտական տաճարի ներկայացուցիչը կարող է հարձակվել մեր ամենակարևոր տաճարի վրա, որը մեր առաջին տաճարն է եւ ժամանակակրորեն եւ իր կարևորությամբ ամբողջ հայության համար եւ կարող է դա անել ընդ որում ոչ թե պարզապես մտքի կամ մշակույթի ինչ որ բանը որպես զենք վերցնելով իրեն այսպես փոխաբերական իմաստ Նույնիսկ ոչ թե աջակից կամ համակից, ես կարող ասենք միտեղ կանգնած լիներ կամ ընդհանուրի մեջ ոչ մեկ երևի չէր նկատի, չէր ֆիքսի էլի, չէր, բայց այս կարգի, հա, կանգնես գերեզմանի վրա ու վրա անգես դարբերը ջարդեն։ Այլ ֆիզիկապես ոտքերով, ձեռքերով, դա գիտեք, այդ նշանակում է մենք հասել ենք մի կետի, երբ թույլատրելի ու անթույլատրելի սահմանները արդեն խախտվել են հրահանգով, իշխանությունների հրահանգով։ Ես այլ եմ ուզում ձեզ ցույց տամ ու անցնեմ իմ մեկնաբանությանը։ Երգչուհի իրավապաշտպան Մարիամ Կանայանը Facebook-յան գրում է, որ կարող եք պատկերացնել, որ օրինակ Լա Սկալայի կամ Գրանդ օպերայի տնօրինության կազմում գտնվողներից մեկը Հռոմի Պապի հրաժարականը պահանջեր, կատաղեցած ամբողջի հետ գնալ Վատիկան ու հարձակվեր Սուրբ Պետրոսի տաճարի վրա։ Ոնց հարձակվեցին մեր օպերայի փոխտնօրեն այդ տաճարի վրա։ Պատկերացնում եք, ես օրինակ չեմ պատկերացնում։ Ես չեմ պատկերացնում։ Մնացած ես չեմ ուզում կարդամ։ Կարող է տեղին էլ չի, կարող ասեն Հայաստանի օպերան բոլորովին էլ Լա Սկալա չի։ Ասեք եթե Լա Սկալա չի, ուրեմն կարելի է։ Բայց ես ով տենց ասի կասեմ, մեր օպերային երգչուհիները երգում են եւ Լա Սկալայում, եւ Գրանդ օպերայում, եւ Մետրոպոլիտեն օպերայում։ Որ պետք է լինում ասել մեր օպերայի մասին, ինչքան ինքը բարձակարգ է, միանգամից այս մարդկանց աշխատանքի արդյունքի շնորհիվ իրանց բանը բարձրացնում են։ Մեր օպերան, վայ, մեր երգիչները ստեղ, ընդեղ, Կովենտ Գարդենից մինչև Մետրոպոլիտեն օպերա, մեր երգիչների աֆիշները կան։ Այո, տենց է։ Հիմա կարելի է ասել, որ Հայաստանի օպերան դե լավ, Հայաստանի օպերան թատրոնն ասենք, տեխնիկայինի թատրոնն է, էլի ասենք, ինչ անենք, իրաստանորենն էլ ասում էր, ճիպոտով է պետք ծեծել։ Փաստորեն գնացել էր ոչ թե ճիպոտով ծեծելու, այլ իրական դռները ջարդելու։ Ես գիտեմ, որ օպերայի երաժիշտները, երգչուհիները, երգիչները, արտիստները չեն սիրում քաղաքականությամբ զբաղվել։ Չեն սիրում, բանա, սրա հրաժարականի հետ կապված բան կա, ստորագրահավաք կա։ Ես գիտեմ, որ օպերայի արտիստները չեն սիրում քաղաքականությամբ զբաղվել։
Բայց ես մի բան պետք է ասեմ։ Դուք արդեն զբաղվում եք քաղաքականությամբ։ Ես չգիտեմ դուք այդ մասին գիտեք թե չէ։ Բաստոն ձեզ բոլորին աշխարհով մեկ, որտեղ որ դուք երկի եք Երևանում թե դրսում, ներկայացնում է մեկը որպես փոխտնօրեն, որը արշավը կազմակերպում կամ արշավը նախաձեռնում կամ տեղում ուղղորդում գերեզմանի, կաթողիկոսի գերեզմանի վրա կանգնած, որ վեհալնի դուրջ արդեն։ Հիմա տեսեք, սա ձեր պատի հասնա։ Սա օպերայի թատրոնի պատի հասնա։ Անվանում օպերայի թատրոնը, որը շատ հանդուստ ավանդույթների ունի։ Ամբոստության, ներկայացումներ չեղարկելու, եթե պետք է քաղաքական շարժառիթներով։ Մեծ ավանդույթներ ունի։ Եվ օպերային թատրոնում կան երգիչներ, երգչուհիներ, որոնց ամեն մի խոսքը մի հատ այտենց թատրոնի կես արժի։ Կան այդ հեղինակությունները։ Այսօր գործող, ես չեմ ասում ենք կարիֆեյների մասին, որ մենք ունենք։ Հենց այսօրվա գործող արտիստներին եմ ասում, որոնք ամիսներով տուն չեն գալիս, որ մի անգամ էլ գալիս են տարվա մեջ կամ երկու անգամ էլ գալիս են տարվա մեջ երգում են այդ օպերայի շենքում, դա դառնում է իրադարձություն։ Տես երգիչներ մենք ունենք։ Անձամբ բոլորին էլ ճանաչում։ Հիմա ես պետք է ասեմ տղեկ, տղաներ եւ աղջիկներ, ինչքան էլ դուք քաղաքականությամբ հիմա չզբաղվեք, Վրեժ Դուլգարյանի փոխտնօրեն լինել չլինելու հարցը ձեր արդեն պատի հարցն է եւ ձեր խնդիրը։ Եվ պետք է ասեմ, որ սա Կարեն Դուլգարյանի առաջին հերթին իր խնդիրն է։ Որովհետեւ Դուլգարյան, ես գիտեմ Կարեն Դուլգարյան, ես չգիտեմ Վրեժ Դուլգարյանը։ Որտեղ Վրեժ Դուլգարյանը էս ինչ որ ինքը արեց, ամենամեծ հարվածը որ ստացավ դա Կարեն Դուլգարյանն։ Կարեն Դուլգարյանն ամենամեծ հարվածը հիմա որ ստացավ դա Կարենն էր։ Այնպես որ ինձ թվում է այս առիթը, այս ինչ որ եղավ, առիթ չի իհարկե։ Սա պետքա Կարենը առաջինը նախաձեռնի։ Վրեժ Դուլգարյանի հեռացման հրաժարակի process-ը հենց ինքը պետքա նախաձեռնի։ Հիմա կա նախաձեռնի, թե չի նախաձեռնի, թե կասի բարեկամս սա ես ինչ գործ ունեմ, բան, չգիտեմ։ Ինչ կանի իր գործն է, բայց ամենամեծ հարվածը ինձ ստացավ Կարենը։ Իսկ թատրոնի կոլեկտիվը անկախ նրանից ձեր Տանորեն գլխավոր դիրիժոր իրենց ոնց կպային, ոնց կդրսևորեն, կաշկանդված կլեն իրենց բարեկամական հարաբերություններով թե ոչ, որը շատ նոր բնական Հայաստանի պայմաններում է։ Մեր մոտ ախպեր ախտորեն դուրս չի գալի։ Բայց սա ամբողջ օպերայի կոլեկտիվի պատվի հարցն է եւ իր խնդիրն է սա։ Օպերայի փոխտնօրենը, օպերայի տան ներկայացուցիչը չի կարա լինի այս աստիճանի պիղծ։ Հասկանում եք։ Ուղղակի չի կարող։ Եթե կարա լինի, կարող է ես եմ սխալը գալել ինչը նշանակում օպերային թատրոն։ Կարող է ինչ-որ բան է փոխվել Երևանում, որ ես տեղյակ չեմ։ Իմ պատկերացումներով եմ ասում, ուղղակի չի կարա լինի։ Հիմա թե օպերան կգնա այս քայլի թատրոնի կոլեկտիվը, մասնավորապես նորից եմ կրկնում, այն առաջատար արտիստների մասն է խոսքը։ Սա իրենցից պետքա դուրս գա, որովհետև այն տակի շերտերը, որ տալին կարող է մի անգամ, երկու անգամ են երգում կամ պարում, իրենց ձեռից շատ բան չի գալի։ Իրանք սիրով կարող է աջակցեն մեկին, որը այդ հեղինակությունն ունի, բայց նախաձեռնությունը ես չեմ պատկերացնում իրանցից։ Նվագախումբը կարա, որքիցի չեմ ուղղալու վերջ։ Գրողի ծոսը գնացիր, դու քո փոխտնօրենով։ Չեմ նվագում ու վերջ։ Մի հատ տուբա չնվագի, մի հատ տուբա։ Կամ մի հատ արֆա չնվագի, այդ ներկայացումը չի կայանա։ Հիմա թող երեք բան է, կոլեկտիվը ինքն ասի։ Ինքը էս երկրի տերն է, թե իր համար մեկ այն չա կատարվում։ Եթե մեկը տղեկ ջան ինչա կատարվում, ես էլ ասեմ հետևանքներ էլի։ Այս ամեն ինչի արդյունքում, այս Էրդողանի ծրագիրը իրականացնելու արդյունքում, Էրդողանի ծրագիրը, որին լծվել է ձեր փոխտնօրենը, որին լծվել է ձեր փոխտնօրենը, իրականացնելու պարագայում դուք ձեր աշխատանքից, ապագայից, երեխեքից, ամեն ինչից զրկվելու եք։ Եթե դուք կասկածում եք դրա վրա, եթե դուք կասկածում եք, նայեք Արցախին։ Ասեմ Արցախում նույնիսկ օպերայի թատրոն ստեղծելու ծրագիր կա 10 տարի առաջ։ Ես գիտեմ։ Այդ ծրագիրը կա, գոյություն ուներ։ Իդեպ ոչ միայն օպերան չկարողացան ստեղծեն թատրոնը։ Հիմա Արցախ չկա։ Արցախը կա, տեղում անեմար չի ապրում։
Այո։ Այսինքն, եթե կասկածում եք ասածներից վրա, էլի։ Հիմա Էրդողանը պարզ ասում է, լսեք, դուք չուրկա եք, դուք աղբ եք, աղբ։ Ձեր մի հատ ինչ որ մի բան որ մնացել է, որ ձեզ հիշացնում է, որ դուք հայ եք, այդ եկեղեցին է։ Հեսա որ դրանց հարցներ լուծեցինք, ու ձեր փոխտնօրենի ձեռով դա լուծում են։ Դուք վերջացած եք, դուք դառնում եք Թուրքիայի մի մաս։ Թե դրանից հետո ինչ կլինի ձեր հետ։ Մի հատ 15 թվականի պատմություն ունեք այդ շրջանների։ Կհասկանաք։ Մի հատ այսօրվա Թուրքիայում ապրող հայերին նայեք, կհասկանաք։ Այնպես որ հարգարժան օպերայի արտիստներ, ես չէի ուզում դեր անդորը խանգարեի, կներեք, ես գիտեմ, որ դուք ընդհանրապես չեք սիրում քաղաքականությամբ զբաղվել, դուք եք ու ձեր ներկայացումները։ Հա, ձեր կոստյումները, ձեր ժպիտները, ֆոտոսեսիաները, ելույթները։ Ես գիտեմ, որ դուք բացարձակապես հետաքրքրված չեք բանով, երկրով։ Հիմա հասցելա ձեր դուք արդեն ոչ թե մասնակից չեք, դուք ուղիղ մասնակից եք այս երկրի կազմաքանդմանը։ Իդեմս ձեր փոխտնօրենի։ Եթե դուք ուզում եք շարունակեք այդ ժպիտներով նկար դնել, բան մասնակցել, ես խնդիր չունեմ դրա հետ, ուրեմն պետքա դուք կանխեք ձեր թշնամու գործողությունը Հայաստանի մեջ։ Ձեր թշնամինը։ Եթե իհարկե ձեր թշնամին եթե կարող դուք եք իր այդ համաձայն, ճիշտ ասած ես այս տարբերակը չէի նայել։ Եթե համաձայն եք, ո՞նց եք մենք խնդիր չունենք։ Մենք խնդիր չունենք։ Վրեժ Դուրգարյանը մեր անունից է գնացել կանգնել կաթողիկոսի գերեզմանի վրա ու հրամայել որ ուղղորդում է էլի Լենինն է էլի Լենինը։ Ուղղորդում ջարդեք դռները։ Կանանը տեղում ինֆարկտ է ստանում այդ պատկերներից, այդ տեսարաններից։ Դե իմ ասելիքն էսքան է։ Ես ասել էի, չէ՞, ես խոսք էի տվել, իմանամ մանրամասները, չեմ ուզում առաջ ընկնեմ։ Չեմ ուզում։ Ես ինչ իմանամ, որ Հայաստանում կա դիրիժորը տնօրեն լինի։ Ես գիտեի կադենը գլխավոր դիրիժորն է, կամ գեղարվեստական ղեկավար։ Բայց պարզվեց Հայաստանում կա դատեսպան լինի։ Մի կողմ։ Բայց փոխտնօրենը սա, սենց հիմա խոսքը ձերն է։ Իմ կարծիքով սենց պետք է լինի։ Վաղվանից ոչ մի ներկայացում պետք է չլինի։ Պետք է բոյկոտվի բոլոր ներկայացումները, քանի դեռ վրեժին ընդերս ռադ չեն արել։ Այսքան դա կարելը չի անել, ես չեմ կարծում որ անի, մեր մոտ գիտեք, չէ, աղբեն աղբոն դուրս չի գալի։ Ես պահանջելու բան չունեմ, ես չեմ կարծում, ինչի՞ չէ դատապարտում, բայց ամենամեծ հարվածը էսի կարելը ստացա։ Հիմա սա նաև կարելի պատի խնդիրն է։ Մնացածը հարգելի երաժիշտներ ջան, ձեր գործն է, արեք ինչ ուզում եք։ Ահա, սա էլ ասեմ։ Չի բացառվում, որ հաջորդ արշավը էլի ձեր փոխտնօրենը արդեն Նիկոլին ուղեկցի դեպի ինձ։ Դուք մեկ շաբաթ ժամանակ ունեք։ Մեկ շաբաթից քիչ, մի քանի օր։ Տվեք ձեր համապատասխան ռեակցիա։ Ես այս արշավին, գիտեք քանի ամիս սպասում եմ։ Ամեն ամիս ասում եմ, մի հայտարարի բան։ Արա վերջապես աշկներս տեսնի։ Արա գնա այնտեղ, իրականացա Էրդողանի երազանքը, որ հենց ատամները փշրվի տեղում դու հասկանաս դու ով ես։ Ինչ արժես։ Պատրաստում ենք դեկտեմբերի 28-ին։ Սա չի հանձնվելու, որովհետև խոստացել է։ Վերջի ամրոցը, վերջի դարպասները ջարդվի։ Հալիձորի դարպասները պետք է ջարդվի, բացվի ու այդ բացողները միշտ ներսից են, չէ՞ լինում, խնդրեմ։ Հայաստան Հալիձոր պետության դարպասները ներսից բացողը։ Իր օգնականներով, նեռը իր հետևորդներով, որի մեջ է նաև Հայաստանի օպերային թատրոնի փոխտնօրենը փաստորեն։ Այսօր իմացանք, որ Լեմկինի ինստիտուտն է էլի հիշացնում Թրամփին, որ Բաքվում քաղբանտարկյալներ կան, ռազմագերիներ կան, ընկեր Թրամփ։ Զբաղվեք այդ հարցով, զբաղվեք, ազատեք այդ մարդկանց։ Ես չգիտեմ Թրամփը ինչ է նախատեսել, ասեմ, բայց դա մասին հետո իհարկե կխոսանք, բայց ինչո սարսափելի բան է սպասվում։ Ես չեմ ուզում ոչ մեկին վախեցնեմ։ Սա մասին հույսով գնանք, հա, հասնենք տեղ, սկսենք խոսել։ Սա է տեղեկությունը այն մասին, թե իրականում
Դե մենք գիտենք ով է ղեկավարում Հայաստանը, Հայաստանի ներսում, հա, ներսում։ Հարցերն ովալուծում։ Սա։ Ուղղակի կմոռացել ով է ինքը։ Հա, բայց հիմա ինքը արդեն սա է, ու արդեն ինքն է որոշում ով պետք է լինի պատգամավոր, ով չէ։ Ասում են լիքը ուսապարկ նեղված է այս հարցից, թե ես ամեն ինչ արել եմ, նվիրված ուսապարկ եմ եղել, բոլոր ստորություններին գնացել եմ ձեր համար, ինչ պակաս ստոր եմ, որ ես չեմ կարա, ասենք այս բոտեքսա խառը, հա, այս սիլիկոններին փոխարինեմ, ես ինչով եմ վատը։ Ինչով են վատը ես ամեն ինչ արել եմ ձեր համար, հիմա ինչ անենք ասենք, իմ մազերը այսքան երկար չի։ Ներված եմ, բայց դուք պետք է հասկանաք այ ուսապարկերը, որ ձեզ օգտագործել են այսօր շպրտելու համար, միջև կպատրաստեն իրենց համար ավելի հիմար կադրեր, որ քիչ հարց կտան, իրենց համար ավելի կկռանան, կարող դուք ինչ-որ տեղ թերացել եք, բավականին ճկուն չեք եղել, շպագատ չեք իջել եւ այլն եւ այլն։ Սա տեսեք որտեղից որտեղ է հասել։ Այ զգում եք հայրենիք վաճառելը ինչ եկամտաբեր բիզնես է։ Ինչ փող կա այնտեղ։ Սա Թրամփի բաներն ենք խոսացինք։ Սա նայեք։ Հայաստանում գործազրկությունը հասել է վտանգավոր չափերի, բայց ամենասարսափելին այն է, որ մարդիկ առավոտից իրիկուն աշխատում են, իսկ ստացած կոպեկները հազիվ հացի ու կոմունալի են հերիքում։ Նույնիսկ այն որ ասում են, եթե մարդը աշխատանք ունի ինքը գործազուրկ չի, իրականում ինքը գործազուրկ է։ Որովհետև եթե քո աշխատանքը քեզ չի կերակրում, ուրեմն դա աշխատանք չի։ Իրական աշխատանքը մարդու պետք է կերակրի։ Այսինքն աշխատանք ունենալը Հայաստանում դեռ գործազուրկ չլինելու հանգամանք չի, բաց չի։ Սա երկիրն է, որ ասում է դու պետք է հպարտանեք ոսենց երկրում եկա։ Տնտեսությունը խաբում է մեզ բարձր աշխատավարձերով, թաքցնելով, որ այդ մեծ փողերը ստանում են միայն բանկիրներն ու ՏՏ ոլորտը, իսկ սովորական ժողովուրդը մոռացակ ավելացնեիք, որ նաև պատգամավորները, կառավարության անդամները, թաղապետարանների, քաղաքապետարանների աշխատողները ԿՊԵ-ական։ Դա պատգամավորները հենց նոր 3 միլիոնական դրամ, 3 միլիոն մարդկա տարեկան այդքան աշխատավարձ չի ստանում, իրենք ուղղակի այդքան Նիկոլի չէ, Էրդողանի օրենքները որոշումներ անցկացնելու համար նվեր է սենց։ Սենց բոնուսներ Ամերիկայում չեն ստանում, ասեմ ձեզ։ իր մաշկի վրա ոչ մի լավ բան չի զգում։ Փաստորեն թղթի վրա ամեն ինչ սիրուն են նկարում, բայց իրականում հասարակ աշխատող մարդը մնացել է աղքատության մեջ։ Թղթի վրա թղթերով ամեն ինչը որ լավ պետք է լինի, դեռ Սերժ Սարգսյանի ժամանակվանից ինքն է չի ասում, թղթերով ամեն ինչ կարգին է, չէ՞։ Թուղթը տեղն է, չէ՞։ Թուղթը գրել եք ամեն ինչ ճիշտ, նշանակում ամեն ինչ տեղն է։ Երևի բոլորդ հիշում եք, մի քանի օր առաջ էլ խոսեցի այդ մասին, որ կառավարության նիստի ժամանակ ինքը պատմում է, որ ինքը ճիվա, ինքը ները, որ ինչ որ մեկը գնացել է խանութ եւ առաջարկել են, ասել են, եթե կանխիկ վերցնեք, ձեզ զերծ կանենք։ Ու ասում են, իմ անունից գնացեք փակեք այդ խանութը, նայեք։ Իմ անունից փակեք այդ խանութը, լսեք։ Այսինքն ինքը Մոսկվայում բանա, շարիկը, շարիկ։ Այ, չմոռանանք, էլի։ Որ չեն թողում նույնիսկ մոտ գանայի։ Ում է ինքը դա կրկին է։ Բայց ինքը Հայաստանում խանութ է փակում։ Ինքը մոռացել է, որ Հայաստանում կարող է ձևի համար թեկուզ թղթերով, թղթերի վրա բան կա, օրենք կա, բան կա։ Եվ ասում է, պետք է փակել այդ խանութը եւ ամեն ինչ անցկացնել քարտայինի։ Ոչ մի կանխի գումար պետք է չպտտվի։ Այս հարցով այնքան են ինձ հարցեր բանը գրել, թե ինչի է ինքը դες վախենում կանխիկից, ինչու՞մն է բանը։ Դե իմ պատկերացումներով քարտային առևտուրը հնարավոր է վերահսկել, կանխիկը ոչ, բայց պարզվում է ես շատ անմեղ հայացք ունեմ այս հարցում, շատ անտեղյակ եմ։ Ուղղակի ես գիտեմ, այն ինչ որ Ամերիկայում է կատարվում։ Կանխիկ առևտուրը չի վերահսկվում, փոխանցում ամեն ինչ տեսնում է, չէ՞։ Պարզվում է Հայաստանում նույնիսկ դրա համար չի, վիճակը շատ ավելի վատ է։ Հիմա այդ կանխիկի եւ
քարտայինի մասով ընկերը շատ կարգին պարզաբանում է տալի, ու մենք հասկանում ենք հետևյալ լրացուցիչ անգամ եւս որ Նիկոլ Փաշինյանը հանցագործ է ուղղակի որ պարամետրով ուզում ես վերցա սա հանցագործ է հիմա լսեք որտեղ վանես քանի օր համացանցում պատտվում է մի հատ տեսանյութ որտեղ վարչապետը ասում է փակեք այդ խանութը այսինքն այն խանութը որտեղ առաջարկել են կամ քարտով ստանալ կամ եթե հնարավոր է կանխիկ վճարելու դեպքում մի քիչ հնարավոր է զեղչ անել այդ խանութը փակել ինչի համար ես չեմ հասկանում որովհետև դա ես չեմ տենում որ ասենք խանութը ուզեցել է հարկերից խուսափել ուղղակի ուզեցել է զեղչ անել ինչի հաշվին ասեմ իմանանք օրինակ ամեն քարտով որ առևտուր շատ կարևոր հանգամանք է այսինքն կանխիկ առևտուրը դեռ հարկերից խուսափել չի որի համար կարելի է այդ խանութը փակել տուգանել то չգիտեմ ինչ դա հարկերից խուսափել չի նշանակում է ցանկացած ապարագայում վարչապետի այդ վարչապետ կոչվածի հայտարարությունը դա հանցագործություն է արդեն հասկանում եք դա ինքն իրավ ճյուսուն է ինքն է որոշում ով պետք է լինի կաթողիկոս ինքն է որոշում որ խանութը պետք է աշխատի որ չպետք է որը չի աշխատի որ դատավորը ինչքան պետքա դատի կամ դատի թե չդատվի որ քրեական գործը որ ուղղությամբ պետքա գնա որ պայթյունը ինչի հետևանքում է եղել որ զինվորը ինչի հետևանքում է մահացել ոչ մի քննություն ոչ մի բան չկա ինքը հայտարարում է ասում է sense պետք է լինի ամեն ինչը Հայաստանում բայց ոչինչ զերո Ռուսաստան շարունակենք լսենք տեսնենք էլ ինչ կա սրա տակ անում ենք դրա մոտավորապես 3%-ը բանկը պահում է իրան հետո պլյուս դրա մոտավորապես 3%-ը զեղչ անել ինչի հաշվին ասեմ իմանանք օրինակ ամեն քարտով որ առևտուր անում ենք դրա մոտավորապես 3%-ը բանկը պահում է իրան պատկերացնում եք ինչ թիվ է դուստեք առևտուր է ստանում 3%-ը բանկը պահում 3% դու առևտուր ես անում բանկը պահում ասես բիզնես չկա ինչ եմ ասում sense business համաշխարհային բանկը 1%-ով է փողը տալի Հայաստանում բանկը ու sense առևտուր անում 3%-ը բանկը տանում է դրանց ինքը ոչ մի բան դրա համար չի անի ինքը մի հատ էլեկտրոնային համակարգ է որ քո էլեկտրոնային շարժը արհեստական բանականությունը կառավարում է դա ոչ մի բան է դրա դիմաց դու իրան փող ես տալիս պլյուս 3%-ը պահում է իր բանկը բայց ասում է սա դեռ ամեն ինչի չի հետո պլյուս այդ փողը նստելու է մեր իրեն է ոչ թե քեզ հետո հետա տալի Ամերիկայի Միացյալ Նահանգներում այդ սիստեմը կա որ 3% 4% քեզ հետա տալի եթե դու այդ իր քարտն ես օգտագործում այսինքն ինչն է շահը որ քո գումարները այդ բանկի մոտ է բանկում է քո գումարները որ ասենք որ ինքը տալիս է որպես ավան որպես վարկավորում այդ գործողություններ ինքը եկամուտ ունի հələ քո փողերը օգտագործելու համար քեզ 3-4% ինչու հետ է տալի քո առևտրից եթե քարտով ես արել Հայաստանը բացում է հակառակն է հələ մի հատ քեզանից է համ քո փողն է օգտագործում համ քո առևտրից է փող պահում իրան հաշվին մոտ մի 2 օր հետո էլ ինչ-որ գործարք անելուց մի հատ էլ տեղ է պահելու գումար ամեն գործարքից գումար պահում է այսինքն այդտեղ այն գումարը որ պետք է կորի բանկի մեջ այսինքն բանկը պետք է հարստանա ես նախընտրում նույն պրինցիպով ես էլ կարամ իմ հաճախորդին ասել որ չգիտեմ ասեք 2-նդեր 3-նդեր կանխիկով առնես խանութը քեզ օրինական հաշվի առնելով այդ ծախսերը կարա 5% զեղչ անի օրինական սա հարկերից խուսափել չի ուղղակի այդ բանկը չի հարստանում այդ 5%-ը առնողն է շահում հիմա սա ընկերա մարդկանց հետևից դուք պետք է կանխիկով առևտուր չանեք բանկերը պիտի հարստանան բանկերն էլ ումն են կամ Քոչարյանինն է կամ Թուրքերինն է կամ Գրզոյինն է
եթե կանխիկ եք տալի, հնարավոր է զեղչ։ Ինչի համար։ Այն գումարը, որ պետք է մնա բանկում, պրոստը կորի բանկում, բանկը հարստանա, ավելի լավ է իմ կարծիքով մնա կամ ինձ կամ մնա իմ հաճախորդին։ Ինձ թվում է այտենց ավելի ճիշտ ու ավելի լավ է լինում, քան թե պրոստը բանկին մնալ։ Ու վարչապետի ասածն է, որ խուսափում է հարկից, դա հարկից խուսափել չի։ Ես այդ պահին ՀԴՄ Հարկից խուսափել չի։ Լսեցի, ըստ կարող եք ասել վերջում այ տգետ։ Դա հարկից խուսափել չի։ Այ տգետ, այ հանցագործ։ խփում եմ, այսինքն դրա հարկը մուծելու եմ sense տենեն։ Բայց այնտեղ խուսափել նշանակում է ինչի բանկի գումար գանձելուց խուսափել։ Ինձ թվում է ավելի լավ է մենք հարստանանք, քան թե բանկերը։ Դա քեզ է թվում, բայց Նիկոլ Փաշինյանին ուրիշ բան է պետք։ Քոչարյան Ռոբերտի բանկը պետք է փող աշխատի, Գրզոյի բանկը պետք է փող աշխատի, այս ով որտեղ է գրանցված։ Թուրքերի բանկերը պետք է փող աշխատեն։ Հասկացա՞ք։ Ինքը դրա ման է ընկել այդ կանխիկի հետևից, որ վերացնի։ Այսինքն այն ինչ որ կատարվում է Հայաստանում։ Ես այսօր քաղաքապետարանի նիստերից ինֆորմացիա եմ նայում, նորից հարկերի թանկացում, նորից գույր հարկի բարձրացում 100%։ Դուք հասկանաք ինչ են անում այս երկրի հետ։ Ասում են գնացեք այս երկրից։ Անհնարինության պատճառով ասում են գնացեք։ Ձեր կյանքը ապրելը դառնալու է անհնարին։ Դուք պիտի գնաք, հայ ժողովուրդ։ Ձեզ չեն գնդակահարելու մենակ։ Ձեզ չեն կոտորելու մենակ։ Ձեզ անհնարինություն է ստեղծում, որ դուք էլ չկարողանաք ապրեք։ Վաճառեք ձեր ունեցածը ու գնաք ուղակի։ Վաճառեք ու գնաք։ Ինչ է նշանակում։ Տարին 100% թանկացնել գույք հարկը։ Ու մնացած կոմունալ այսօր ես մի քանի բան լսեցի քաղաքապետարանից։ Սա գիտեք ինչ է։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում այն ամենավատ շրջանում գանգստերները սենց չեն թալանել։ Գանգստերները սենց չեն թալանել, սրանք այդպես թալանում են ժողովրդին։ Ուղղակի մի օր բերելու են վիճակի, որ մարդը հասկանա, որ ինքը չի կարողանում ապրել Հայաստանում։ Ապրել ոչ թե չի սիրում Հայաստանը, ոչ թե ինքը չի կարողանում աշխատել, չէ, ինքը աշխատում է, ուղղակի ինքը չի կարողանում ապրել, որովհետև ինչ աշխատում է, այդ տանում է ձեռից։ Տանում է տարբեր ձևերով։ Ու դիմացը մեջտեղի մոտ ցույց տալով։ Իսկ միևնույն ժամանակ հենց այդ ժամանակ Հայաստանից խլում են ինչ Թուրքիան, թե Անթեպի պետական մակարդակով ցնծում է Թուրքիան, թե Անթեպի ասեղնագործության ավանդական տեսակը ՅՈՒՆԵՍԿՕ-ն գրանցել է մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցավ։ Պատկերացնում եք Սելջուկը ՅՈՒՆԵՍԿՕ-ում բան է գրանցել, հայկական բան ավանդական թելագործությունն է գրանցել։ Սելջուկը ոչ մի բան չունենալով հայկական ասեղնագործությունն է գրանցում։ Հայաստանում մտածում են ոնց կախնիկից զրկեն ժողովրդին, ոնց ստեղծեն ավելի վատ իրավիճակ, որն էլ չկարողանա ապրել։ Մարդկա մեկի համար, որ դեռ կասկածի տակ է, սա թշնամի է, թե բարեկամ։ Իհարկե բացի են Վրեժ Դուրգարյանից։ Իհարկե բացի դրանցից։ Կա դեռ մարդ, որ չի հասկացել։ Պետական մակարդակով լռում է Հայաստանը, չի ասում թուրքական Անթեպի չէ, հայկական Անթապի ասեղնագործություն է, են խաչը ու ոչ միայն այս խաչը վկա։ Բնական է, որ թուրքերը ՅՈՒՆԵՍԿՕ-ին չէին ասելու, որ Անթապի ասեղնագործության դպրոցի հիմնադիրները հայերն են։ Նախշերի անվանումներն Ասեղնագործություն ու խաչով պատկերներ։ Լուրջ թուրքական է, լուրջ։ Եթե կարող է Անանատը լինի Ադրբեջանինը, իրանք դրան ասեն էսի մեր քաղաքն է, էս մեր տաճարներն է, ինչի դա խաչի չի կարա լինի թուրքականը։ Երբ որ մենք լռում ենք, մենք չէ էլի, մեր դավաճանները։ Ամեն ինչն է դառնալու է մեր թուրքական, ամեն ինչ է, ու սենց հերթով։ Շորջ ջան, ես չգիտեմ, դեռ պետք է արգումենտ բերել բացատրելու համար, թե սրանք ինչ կարգի թշնամի են եւ սրանց աջակցողները ինչ կարգի նաև թշնամի են մեզ բոլորիս։ Կարևոր չի անունը Վրեժ Դուրգարյանը, թե Տիգրան Ավինյան, բացարձակապես կարևոր չի, սրանք թշնամի են ուղղակի։ Թշնամի։ Եթե դեռ մեկին ինչ որ բան է պետք ապացույցներ է պետք, ճիշտ ասած սրանց ավել բան չունեմ ներկայացնել։
Վերջապես հասանք նրան, ինչի մասին ես սկզբից խոսում էի։ Իրանի ռազմական նավերն է ուղարկել Աֆրիկա մայրցամաքի մոտ մասնակցելու Չինաստան, Ռուսաստան համատեղ զորավարժություններին։ Իրանը հերթական արբանյակն է ուղարկել տիեզերք, Իրանը պատրաստում է փոխարկել 2000 տոննա կշռող 12000 կիլոմետր թռչող բալիստիկ հրթիռ, որը նախատեսված է խորը բունկերներ ոչնչացնելու համար։ Իր տեխնիկական պարամետրներով այն գերազանցում է ԱՄՆ-ի նմանատիպ արսենալը։ Այսինքն Նետանյահուն կարա չքնի է։ Սրանք մի փոքր մասն են վերջին օրերին Իրանի արձանագրած ռազմատեխնիկական նվաճումների։ Բացի սրանից, Իրանը եւ Չինաստանը հայտարարել է Ռուսաստանի հետ միասին, որ նրանք չեն հանդուրժելու Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից Վենեսուելայի նկատմամբ իրականացվող ճնշումներին։ Իսկ Թրամփը հայտարարել է, որ նա պատրաստվում է ռազմական ցամաքային գործողությունների, այսինքն մտնել այդ երկիր, ինչպես ինքն է սկսել անվանել Պուտինի նման սահմանափակ ռազմական գործողություններ։ Պուտինը գցել է, ինքն է կրկնում Պուտինին։ Ինչ-որ փոքրիկ ռազմական գործողություններով, որի արդյունքում ինքը պետք է փոխի իշխանություն, վերցնի ամբողջ նավթային պաշարները իր ձեռքը։ Երեք այս տերությունները իրան ասել են ոչ, ու հենց այս պահին Իրանը հիշեցնում է Հայաստանին, որ չեք անելու դու, չի լինելու այդ ճանապարհը։ Ուզում եք ասեք Զանգեզուրի միջանց, ուզում եք ասեք Թրամփի ուղի, ինչ ուզում եք ասեք, չի լինելու։ Եվ հանկարծ մեկը փորձի մտնել, այդտեղ կդառնա իր համար գերեզմանոց։ Դիպուկա։ Եվ նույն ժամանակ հիմա հասնենք ամենակարևորին։ Ամերիկայի Միացյալ Նահանգները աշխարհով մեկ 30 երկրից հետ ականչում իր դեսպաններին։ Իհարկե հոյակապ է, որ վերջապես մենք ազատվեցինք Քրիստի Քվինսից, մեր դեսպանից, խայտարակ երևույթ, խայտարակ, այտենց դեսպան, ես չեմ հիշում Հայաստանը երբևէ ունեցած լինի։ Լավ է, որ մենք իրանից ազատվեցինք, ես չգիտեմ հաջորդը ինչ որակի կլինի, ես չեմ կարծում, թե ավելի լավն է լինելու, որովհետև Թրամփի վարչակազմում չի կարող ավելի լավը լինել, բայց հարցը սա չի, ինչի փոխվեցին միանգամից 30, հետ կանչվեցին 30 դեսպաններ, ինչի։ Սա նշանակում է նոր ագրեսիվ մեծ քաղաքականություն, մենք էջ ենք թողես հաղորդումը սանեն, շնորհակալություն։ Նշանակում է ինչ-որ մեծ բան է նախապատրաստվում, որի համար 30 երկրների միաժամանակ պետք է լինի Ամերիկայի շահերը ներկայացնող, Ամերիկայի կարելի ասել պնդել նոր շահերը ներկայացնող, որովհետև հներն էլ գիտեին ինչ պետք է անեին, հա։ Ասենք եթե դա հինը պետք է լիներ, հին շահերը, հներն էլ կարող էին դա իրականացնել։ Բայց փաստորեն ինչ-որ նոր բան է նախապատրաստվում, որ հին կազերը ունակ չէին անելու։ Հիմա սա ինչ է, ես այս պահին հստակ չեմ կարող ասել, բայց պատկերացնում եմ մոտարապես ինչ կոնտեքստի մեջ է լինելու։ Դա լինելու է Ուկրաինա, դեռ չի վերջացել պատերազմը, Վենեսուելա եւ անպայման Պաղեստինի տարածքի հետ կապված, որ ինչ որ կտրուկ փոփոխություն է լինելու, անպայման 26 թիվը սա ճակատագրական տարի է եւ Թրամփի համար, որովհետեւ ընտրությունները Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ Թրամփը կարել լրիվ տանուլ տա շատ օբյեկտիվ պատճառներով եւ Նետանյահուի համար եւ Ալիևի եւ Էրդողանի, որովհետեւ Հայաստանում էլ ընտրություններ։ Այս ամբողջը մեծ պատկերի մեջ որ նայում ես, դեսպանների կտրուկ փոփոխություն այս կանակի Պաշտպանության նախարարության վերանվանումը պատերազմի նախարարության ու հարձակում այս բոլոր ուղղությունների վրա։ Ընդ որում զուգահեռաբար դիտարկելով ես եմ լսել անձամբ կոնգրեսում խոսակցություն զեկույց, որ Հայաստանն է միակ մնացել ուղղակի ժամանակավորին էլ սա եւ վերջնա, որը չի դարձել թուրքական աշխարհ։ Այս թուրքական աշխարհը
Ամերիկայի Միացյալ Նահանգների, այսինքն Իսրայելի ձեռքով իրականացվող պրոյեկտ է։ Այն կապիկությունները, որ կհնչեն հանկարծ, որ Իսրայելը Թուրքիայի հետ թշնամիներ են կամ Էրդողանը Թուրքիայի հետ թշնամի, դա հերթական, ինչ ասեմ, հիմարությունն է, մեղմ ասած, հա։ Առանց Իսրայելի դաբրոյի Թուրքիան չէր կարող այս աստիճան ծրագրեր գծել։ Իսրայելի դաբրոյի նկատում Ամերիկայի։ Ու երբ որ Ամերիկայում են ասում, որ արդեն մնացել է այնտեղ Հայաստանը, որը երևի շուտով ու դա կրկնում է նաև Էրդողանը։ Եվ ամեն ինչ անում է Փաշինյան Նիկոլը, որ դա իրականանա։ Ու մեզ մենակ կարող է այս համագամանքում փրկի երկու բան. չպարտվող հայի հոգին, ըստ Նժդեհի, եւ Իրանը։ Իրանը ֆիզիկական մասն է, մեր ուղակի չհանձնվելը։ Հասկանաք, մեր չհանձնվելն է մեզ փրկելու։ Մեր չկոտրվելը, մեր չփոխվելը, մեր չդավաճանելը, չուրանալը։ Մարդ մնալը, ես չգիտեմ, բարդ բան է դա։ Տեսնենք ինչ է, դա կլինի նոր տարուց հետո, թե նոր տարուց առաջ, նույնիսկ դա դժվար է ասել, բայց այն ինչ որ մեծ խոշորամասշտաբ բան է նախապատրաստվում, ամեն ինչ բերում է դեպի դրան։ Ես չեմ ուզում ոչ մեկին վախեցնել անձնիվ խոսքը։ Ես չգիտեմ ինչա լինել, բայց այս ամեն ինչը հուժում է դրա մասին։ Ուրախանալի միակ բան կա, ինչ որ ես կարդացի, որ մենակ սա չի, ես պետք է հիշեցնեմ նոր տեսակի բալիստիկ հրթիռների մասին, որից արդեն ինքը 2000-ատ ունի։ 2000-ատ։ Եվ նոր դրոնների մասին, որից ինքը ունի, եւ արդեն Իրանի պաշտպանական համակարգը չի օգտվում ամերիկյան GPS-ից։ Այսինքն ամերիկյան այդ տեխնոլոգիաները ոչ մի ազդեցություն եւ հետախուզական եւ կառավարման իմաստով ոչ մի ազդեցություն կամ հակազդեցություն չեն կարողանա ունենալ Իրանի նկատմամբ, որովհետեւ Իրանը վերցրել է Չինականը։ Իսկ այս պահին Չինաստանը, Իրանը եւ հիմա ուզենք թե չուզենք, նաեւ Ռուսաստանը միասին են իրար հետ այս ամեն ինչի այս ամեն ինչի դեմ փաստորեն։ Ես սա չի նշանակում որ Ռուսաստանը մեր դաշնակիցն է, որովհետեւ այն ինչ որ կատարվում է մեր նկատմամբ, մեր հարցում սա իր թույլտվությունն է։ Այ միտեղ որ իրանք Իրանի հետ համաձայն չեն։ Ամերիկայի հարցում իրար համաձայն են։ Հայաստանի հարցում Իրանը համաձայն չի Ռուսաստանի հետ։ Հիմա այս երկու փաստերը, որոնք փոքր փաստեր չեն։ Ես Իրանի ռազմական հզորությանը հիմա ավելի եմ հավատում, քան ես միշտ հավատացել եմ։ Ես միշտ պնդել եմ, չէ՞ որ երկիրը չի հնարավոր չի կոտորել, հնարավոր չի հաղթել, հնարավոր չի ծնկի բերել։ Պատմությունը նայեք, իրանց անցած ուժին նայեք, շատ բան չէ եւ կարելի է եզրակացության կա։ Ամեն ինչ կորած չի, հանկարծ չհուսահատվեք 28-ին, եթե հանկարծ այ որոշի գրոհել եկեղեցու վրա, ուղղակի ինքը պետքա մի անգամից թթին ուղղակի այն աստիճանի հարված տանը, որ ինքը կյանքում չհանդգնի դրա մասին երբևէ մտածել։ Իսկ ինչ վերաբերվում է նրա մասին, նրան թե արդյոք հрьяաների դերը ամեն ինչում չափազանցված չի, ես որ sense բանը հետևողականները խոսում եմ։ Ես ուզում եմ միասին լսենք այս փոքրիկ տեսանյութը, որ ուղղակի զուգահեռները տեսնեք 17 թվականի պատմության մեջ, որը կատարվեց Ռուսաստանի հետ։ Ու սա հորինված չի, սա կոնսպիրացիա չի, սա հեքիաթ չի։ Կներեք, որ տեսանյութը ռուսերեն է, ես այդ ամբողջը չեմ կարող թարգմանել, ճիշտ ասած արդեն կոկորտոսել հոգնել է։ Ուղղակի ռուսերեն լսենք, ես վստահ եմ անգլիախոսները մեր սփյուռքահայ բարեկամները տիտրելով կարող են նայել, հա։ Լսենք փոքրիկ տեսանյութ։ Или поподробнее рассказать о евреях в ленинском правительстве. Рассказываю. Троцкий Лев Давыдович, нарком по иностранным делам, октябрь 17-го, март 18-го, нарком военмор. Штенберг Исаак Захарович, нарком юстиции. Свердлов Яков Михайлович, председатель ЦИК. Гуковский Исидор Эммануилович, нарком по финансовым делам. Любович Артемий Моисеевич, нарком почты и телеграфа. Довголевский Валериан. Նարկոմ դա առաջա նախարարներն են, էլի։ Ուրեմն կապը իրանցն է եղել, տնտեսությունն իրանցն է եղել, բիզնեսն իրանցն է։ Ամեն ինչ իրանցն է եղել։
Սրանք որտեղից մի անգամից եկան։ Պատահական օթից չէ՞։ Ոչ։ Ян Савельевич, тоже нарком почты и телеграфа. Шейман Аарон Львович, председатель правления Госбанка. Каменев, настоящая фамилия Розенфельд. Նույնիսկ պետական բանկն է իրանց ձեռքի բերել։ Կամենևը։ Лев Борисович, заместитель председателя Совнаркома, нарком внешней и внутренней торговли. Сокольников Григорий Яковлевич, настоящая фамилия Бриллиант, Гирш Яковлевич. Нарком финансов РСФСР с 22 по 26 год. Яковлев Эпштейн Яков Аркадьевич, нарком земледелия СССР с 29 года. Рухимович Моисей Львович, нарком путей и сообщений СССР с 30 по 31 год. Нарком оборонной промышленности СССР в последующие годы. Литвинов Максим Максимович, Болох Финкельштейн Мейер Генох Моисеевич, нарком по иностранным делам. В ленинское время наркомом по иностранным делам был Чечерин, но фактически его обязанности исполнял Литвинов. Колманович Моисей Иосифович, председатель правления Госбанка СССР с 30 по 34. Розенгольц Аркадий Павлович, нарком внешней торговли с 30 года. Шумяцкий Борис Захарович, нарком кинематографии, председатель Союз кино. Гольцман Абрам Зиновьевич, начальник Главного управления гражданского воздушного флота при СНК СССР. Голощекин Филипп Исаевич, главный государственный арбитр при СНК. Ну и главный еврей в том правительстве Бланк Владимир Ильич. По отцу фамилия Ульянов, по матери Бланк. Какая жизнь была, какая жизнь цвела, когда Володя Бланк пошел ва-банк, писал знаменитый поэт. Ես պետք է ասեմ, որ սրանցից մեծ մասին Ստալինը գնդակարեց։ Մեծ մասին։ Ու ես ուղղակի մի բանի վրա եմ զարմանում, ոնց կարող է այսքան հրեաների մեջ Ստալինը ճեղքել, ավանքում դառնալ իշխանություն։ Ֆանտաստիկա, ֆենոմենալ։ Այն ինչ որ կատարվեց Ամերիկայի Միացյալ Նահանգների, հիմա կատարվում է, դա կատարվել է Ռուսաստանի հետ։ Գաղութացումի նկատի ունեմ եւ տեղական բնակչության կոտորումը եւ հարևան բնակչությունների։ Ռուսական արիստոկրատիայի գլխատումը, ռուս ժողովրդի ընդհանրապես։ Ես ասում ռուս այդ տարածքում ապրող ժողովուրդների, հա։ Ու Ստալինը գիտեր այդ մասին, որ բոլոր տեղերում իրանք հետ։ Ես մի հատ եթե մեկը կարդացել է Յուրի Կլիմով, կարծեմ Յուրիա, բայց Կլիմովը հաստատ գիրք ունի գրած Խազյան միրը սիվո ռուսերեն, հա։ Ինքը KGB աշխատող է եղել, որը 45 թվականին փախել է Բերլինով փախել է։ Եվ ականատեսն ամեն ինչի։ Ականատեսն ամեն ինչի։ Բոլոր մանրամասնությունները կա, մեծ սոսկալի գիտ կա դա, սոսկալի։ Դու հասկանում եք այդ ժողովրդի հետ ինչ են արել։ Դուք պատկերացրեք միայն, որ այդ ընթացքում հասցրել են կոտորեն 50 միլիոն մարդ պատերազմի զոհերն են հետո։ 50 միլիոն, եթե պատերազմը 20 միլիոն անենք, այսինքն 17-ից 41 թիվ հասցրել են կոտորեն 30 միլիոն մարդ։ Բոլշևիկները։ Այդ քանի հատ երկիր է գալի, մի խոշոր եվրոպական երկիր։ Ռուսաստանը այդքան մարդ են կոտորել։ Ու կոտորել են լավագույնները։ Սկզբից հրեաներն էին կոտորում ռուսներին, հետո եկավ Ստալինը, սկսեց ռուսների հետ կոտորել նաև բոլոր հրեաներին։ Այսինքն բոլորից, նաև բոլոր։ Շատ քիչ հրեաներ կարողացան այս կոտորածից փրկվել։ Շատ քիչ։ Սա եղել հրեաների դերը Սովետական միությունում, նույն ձև վերցել են Ամերիկայի Միացյալ Նահանգները ու մինչև հիմա պահում են։ Ես կարծում եմ Ռուսաստանն էլ է մինչև։ Որովհետև նույն ձև Լենինն էլ է, հրեա Պուտինն էլ է, Զելենսկին էլ է։ Ու ում են կոտորում պատերազմի դաշտում։ Նաև հայերին կարծեմ։ Սա եմ ուզում այդ։ Ինչու մեջբերումներ ձեր կարծիքով Նիկոլ Փաշինյանը կարգին հաղորդումից ինչու մեջբերումներ չի անում։
Եկեք ես չպատասխանեմ, կարող է չզսպեն ինձ ու սերյան գնալ հայհոյանքների։ Ինչքան լծված է ժողովուրդը։ Հայ ոգի կա է մեջը։ Իրա պետք չի ոչ մի բան բացատրել։ Այդ ոգին զգում ամեն ինչ։ Կա, ասում։ Եթե մեկին պետքա բացատրել, նա մեջ ոչ միայն հայ հոգի չկա, նա մեջ ընդհանրապես հոգի չկա։ Մարդկային հոգի չկա։ Սա լսենք։ Գնանք մեր տոնը։ Արցախում ուժետը ներեքան դերն։ Ուժը մագազին են քան դերն։ Մուք ունցնքինեն Ստեփանագեր, ունցնքինեն մեր Արցախը։ Ուժը Արցախը Ստեփանագերտը տրակտորալը, elքիները ջիք Ստեփանագերտու Արցախ։ Համ Շուշինը մեր թեքան եկալել, համ Ստեփանագերտը մեր թեքան եկալել, իշտեղ կետ համ մեր թեքան երեկալել։ Ես գետում վեմ ժամանակա որոնք։ Այո, բալես։ Ես ամեն ինչը ժամանակավոր եմ։ Թվում է հիմա այդպես մտածելու համար ոչ մի բան չկա, չէ, հիմք չկա։ Դες մտածողը պետք է բան լինի։ Իրականությունից կդրված, ռեալությունից հեռացած դատա երազող։ Սա երազանք չի, սա նպատակ է։ Երազանքը անգործություն է, նպատակը ենթադրում է գործողություններ։ Իսկ ես ասում եմ այո այդ նպատակին, այդ նպատակը կա։ Ով նպատակը դնում է, գտնում է նաև միջոցներ։ Գտնում է բարեկամներ, գտնում է պահ, գտնում է ձևեր, միջոցներ։ Իսկ երազանքը նրա համար է, որ ուղղակի դու երազես։ Եթե երազանքի տակ չկա նպատակ, դա իրագործելու համար։ Իսկ այս երեխեքին մենք պարտքենք։ Պարտքենք, ես մենք այս սերունդին այնքան ենք պարտք, ես չգիտեմ ես, մտածում եմ մեր կյանքը չբավականացնի մեր պարտքը տալու համար, ուզում եմ սա էլ դիտենք միասին։ Դու սրան ոնց ես նայում։ Հայոց պատմությունը դառնում է Հայաստանի պատմություն, սա ճիշտ է, թե սխալ։ Հետո Իմ կարծիքով այդպիսի փոփոխությունը միանշանակ սխալ է։ Ինչ է նշանակում հայոց պատմություն։ Հայոց պետական կազմավորումներից Վանի թագավորությունից սկսած մինչև մերօրյա պատմություն։ Հայոց պատմությունը եւս մեկ անգամ փաստում է հայ ժողովրդի մղած պայքարը, թշնամու ոտնձգությունները, հայոց ցեղասպանությունը։ Ինչ է նշանակում հայոց պատմությունը փոխել Հայաստանի պատմությունով։ Այսինքն սրանով կատարվում է քայլ ջնջել հայ ազգի դարավոր պատմությունը։ Իսկ ջնջելով անցյալը մենք չենք կարող կերտել ապագա, արժանապատիվ ապագա։ Ինչ է նշանակում Հայաստանի պատմություն։ 20 թե 21-րդ դար, թե ընդհանրապես հեղափոխությունից հետո պատմությունը։ Այսպիսի քայլը միանշանակ դատապարտելի է, քանի որ սրանով մենք փակում ենք Արարատ լեռան, Արևմտյան Հայաստանի եւ Արցախի պատմության էջը։ Սա է պատասխանը Փաշինյան Նիկոլին։ Գիտեք թշնամին երբ է կարողանում լիակատար հաջողության հասնել, երբ որ զոհը դա պարագայում ժողովուրդը չի հասկանում իր այդ ինչա կատարվում։ Երբ որ զոհը հասկանում է իր այդ ինչա կատարվում, հասկանում է թշնամին իր այդ ինչա անում, նա արդեն այդքան խոսելի չի, նա կարող է պաշտպանվել։ Դե, ինչպես տեսնում ենք, մեծից փոքր, համենապես այն ինչ որ մեր տեսադաշտում է երևում, հասկանում են։ Ով հասկանում է, ժողովուրդ ջան, ով միջեմը չի հասկացել, հետևից մի ընկեք, փակեք թողը։ Լուրջ։ Ավելավա մենք հասկացողներով գտնենք իրար, որովհետև դա է մեզ ուժ տալիս։ Դա է մեզ ուժ տալիս։ Հայերով իրար գտնել։ Հայերով։ Այն բառը չէ՞ մի հատ, անցած անգամ ասեցի։ Հայրենապաշտերով։ Մենք հայրենապաշտներով պետք է մենք իրար գտնենք եւ իրար ուժեղացնենք։ Այն մնացած այդ մենք ոչ չունենք։ Դասիրակելու, դու կողքից դասիրակել, սովորենք, չէ։ Ռեսուրս, ժամանակ, վայրկյան նույնիսկ իրենց վրա չարժի ծախսել։ Որովհետև եթե միջև հիմա այս ամեն ինչը մեկին բավարար չի եղել,
Էլ ինչ պետք է լինի։ Էլ ինչ։ Սայց ավելի ինչ է լինի, արդեն ուշ է։ Այդպես որ Իրանը մեզ պահապան, հայի ոգին են թող միշտ մեր հետ լինի։ Վատ բանաձև չի, եւ աշխատող բանաձև է։ Այսօրվա մանես կնա, լավ մնացեք։